Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է։ Այսօր իմ հյուրն է Հայաստան խմբակցության պատգամավոր դաշնակցական Արթուր Խաչատրյանը։ Պարոն Խաչատրյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Սիրով։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արհեստական բանականությունը կանխորոշում է Հայաստանի ապագան։ Մինչ այդ GPS-ով որոշում էին Հայաստանի սահմանները։ Հիմա մի տեսակ վախեցնող չէ, որ հանկարծ արհեստական բանականությանն են որոշել դիմել Հայաստանի ապագան կանխորոշելու համար։ Մինչև Նիկոլ Փաշինյանին անցնելը թույլ տվեք ձեզ շնորհավորել հարցազրույց հաղորդման հաղորդավարի ծանր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ անխափան, բարի եւ ուրախ լուրերով հագեցած եթեր մաղթեմ։ Շնորհակալ եմ։ Հիմա անդրադառնանք ոչ այդքան ուրախ իրականությանը։ Գիտեք, մի կողմից եթե նայենք արհեստական բանականություն եւ Նիկոլ Փաշինյանի բանականություն, միգուցե արհեստական բանականությունն այստեղ հաղթական դիրքերում է հանդես գալիս, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի բանականության արդյունքում է, որ մենք հայտնվել ենք այն իրավիճակում, որտեղ որ հայտնվել ենք։ Երբ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց վարչապետությունը, կար Հայաստանի Հանրապետություն անառիկ սահմաններով, կար Արցախի Հանրապետություն եւ օրգանական միասնություն։ Մենք հաղթական պետություն էինք։ Հիմա Արցախի Հանրապետությունը ենթարկվել է բռնազավթման, արցախայերը ենթարկվել են էթնիկ զտման, ադրբեջանցիները բուն են դրել Հայաստանի Հանրապետությունում, լկտիաբար միջամտում են Հայաստանի ներքին գործերին, օրինակ պահանջում են փոխել սահմանադրությունը եւ մենք օրեկան նորանոր սպառնալիքներ ենք ստանում Ադրբեջանից։ Չգիտեմ, եթե 18 թվականին արհեստական բանականություն միանար Նիկոլ Փաշինյանի փոխարեն, արդյոք մենք հայտնվեինք այս ճահիճում թե ոչ։ Հատկապես որ շատ դեպքերում արհեստական բանականությունը շատ ավելի մտահոգիչ դիրքորոշում է դրսևորում, ինչպես սոցիալական հարթակներում բազմաթիվ օգտատերեր կիսվում են, քան իշխանության որոշ ներկայացուցիչներ։ Այո, ավելի վատ որևէ դեպքում չէր լինի։ Արարատ Միրզյանը այսօր հույս է հայտնել, որ Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիները շուտով կազատվեն։ Նման սցենար եղել է նաև 21 թվականի ընտրություններից առաջ։ Իհարկե, Աստված տա օր առաջ մեր բոլոր գերիները վերադառնան իրենց տներ, սակայն սա ինչ-որ նմանություն չի հիշեցնում սցենարի։ Գիտեք, ես ճիշտ է ընդունում եմ, որ Արարատ Միրզյանը ինչ-որ մի պահի իր կյանքում սովորել է ճեմարանում, բայց մի քիչ զարմացած տարակուսացամ, թե ինչու է ինքը հույսը դնում Աստծո վրա, իրենց անաստված քաղաքականության շրջանակներում, ինչու է հույսը դնում Աստծո վրա, այլ ոչ թե դիվանագիտության վրա։ Կարծում եմ դիվանագիտությունը նրա համար է, որպեսզի ինքը ինչ-որ արդյունքներ արձանագրի, այլ ոչ թե հույսը դնի Աստծո վրա։ Ճիշտ նշեցիք, այո, դեռևս 20 թվականի նոյեմբերի վերջ, դեկտեմբերին, երբ հայրենիքի փրկության շարժումներ, երբ գնում էինք դեպի ընտրություններ, այս իշխանության ներկայացուցիչները հանդիպում էին անհետ կորածների հարազատների հետ, ադրբեջանական գերության մեջ հայտնված մեր զինվորականների հարազատների հետ եւ մարդկանց փորձում էին մոլորեցնել, ասեն այս հանրահավաքներով իրենք խոչընդոտում են գեյների վերադարձին։ Այստեղ որ հանգիստ լինի, այ որ թողեք Նիկոլ Փաշինյանը կգնա կբանակցի եւ գերիներին հետ կբերի։ Մենք տեսանք ինչ տեղի ունեցավ, դրան հետևեց իհարկե գեյների հարցը մեր համար փակված այդ արտահայտությունները, իսկ հիմա արդեն 23 քրիստոնյա գերիների հարցը Նիկոլ Փաշինյանը նույնիսկ փորձեց համոզել Դոնալդ Թրամփին, որպեսզի այդ հարցը Միացյալ Նահանգների նախագահան չարծացի։ Հիմա էլի այս նույն քաղաքականությունը ես տեսնում եմ մարդկանց դժբախտության վրա փորձում են դիվիդենդներ հավաքել։ Անազնիվ է։ Արհեստական բանականությունը, նույնիսկ արհեստական բանականություն այդ աստիճանի այդքան խորը չեր ընկնի։ Այսինքն ցանկացած պարագայում, ցանկացած հարմար առիթ օգտագործելու են նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ Այո։ Եվ իրենց քաղաքական այդ տարություններն են, իսկ բյուջեն, որ նայում ենք ինքը մաքուր նախընտրական տրամաբանությամբ կառուցած բյուջե է, սա է իրականությունը։
Անդրադառնանք տնտեսական խնդիրներին, Գևորգ Պապոյանի հայտարարությունը չնայած նորություն չէր, սակայն բուռն քննարկումների առիթ դարձավ։ Գևորգ Պապոյանն ասում է, որ այո, Թուրքիայից ներդրումներ լինելու են Հայաստանում, երբ սահմանները բացվեն, եւ այո, մենք էլ մեր հերթին Թուրքիայում ներդրումներ ենք անելու, բնականաբար հաշվի առնելով թե Թուրքիայի հնարավորությունները, թե մասշտաբները, նաեւ մեր շատ համեստ, եթե մեղմ արտահայտվենք հնարավորությունները, դժվար է պատկերացնել թե մեր ներդրումների չափը, քանակը, թե Թուրքիայինը։ Այնուամենայնիվ, պարոն Խաչատրյան, միգուցե պարոն Պապոյանը ճիշտ է ասում, հարևանների հետ ի վերջո պետք է համագործակցել, պետք է առևտուր անել, չեն կարող, չէ՞ միշտ պայքարել, թշնամանք տանել։ Դա նորություն չի եւ երբեք որևէ մեկը չի ասել, որ հարևանի հետ պետք է թշնամանաս։ Հարևանի հետ պետք է ունենաս բնականon հարաբերություններ։ Եվ հարաբերությունների բնականոնությունը ենթադրում է կամ ավելի ճիշտ բացառում է միակողմանի բոլոր զիջումները։ Իրանք միակողմանի այս ստորաքաշ զիջումներով բնականon հարաբերություններ չեն հաստատում։ Իրենք հաստատում են ֆեոդալ վասսալ հարաբերությունները, երբ ադրբեջանցիները եւ թուրքերը քեզ պարտադրում են, հրամայում են, դու գլխիկոր այդ ամեն ինչի հետ համաձայնվում ես, բոլոր զիջումներին միակողմանի գնում ես եւ շրջում ես քո երկրի բնակչությանը, փորձում ես զիջումը որպես ձեռքբերում, պարտությունը որպես հաղթանակ, պատերազմը որպես խաղաղություն ներկայացնել։ Իսկ եթե անդրադառնանք տնտեսական հարցերին, ես երևի մի օր կհրապարակեմ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական պատասխանը իմ հարցմանը, թե 2021 թվականի տնտեսական էմբարգոյի արդյունքում, չէ՞ որովհետև 21 թվականին Հայաստանի Հանրապետությունը նախ 6 ամսով, հետո եւս 6 ամսով արգելեց թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան։ Եվ այն պաշտոնական պատասխանը, որը ես ստացել եմ, կարդում ես եւ անընդհատ ուզում ես կարդաս, թե դա մեր տնտեսության վրա ինչ դրական արդյունք է ունեցել։ Սկսել է շնչել տեղական արտադրությունը, ի հաշիվ ներմուծման փոխարինման, ներմուծողների փոխարինումը տեղի ունեցել թուրքական ապրանքների փոխարեն, ավելի շատ եկել են իտալական արտադրանքներ, նույնիսկ։ Այո, իրանական ապրանքներ, չինական, բելարուսական ապրանքներ։ Հիմա դա այն փաստաթուղթն է, որը պաշտոնապես կա, վիճակագրական տվյալներով հիմնավորված։ Մյուսը, իսկ արդյոք այս իշխանությունները հաշվարկել են, թե մեծ տնտեսական ինչ փոփոխություններ, դրական կամ բացասական ուղղությամբ, ինչ փոփոխություններ են սպասվում, երբ տնտեսական հարաբերությունների մեջ մտնենք Թուրքիայի հետ։ Իդեպ Հայաստանի տնտեսությունը այդքան իմունիտետ ունի, որպեսզի կարողանա դիմագրավել։ Հիմա կհասնենք նաև դրան։ Լավ, ես հիշում եմ դեռևս 13 թվականներ, երբ Հայաստանը պատրաստվում էր Եվրոպական միության հետ ստորագրել խորև համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը, ես այդ փորձագիտական թիմի անդամ էի, որ մենք գնահատեցինք առևտրի կանոնության գնահատում է դա կոչվում։ Լավ, ինչ փոփոխություններ, ինչ ազդեցություն կունենա այդ համաձայնագիրը Հայաստանի տնտեսության վրա։ Եվ ես ուզում եմ, որ այս իշխանությունները ներկայացնեն իրենց համարժեք վերլուծությունը, թե մենք եւ Թուրքիան, երբ մտնենք բնականon ճակերտավոր տնտեսական առևտրային հարաբերությունների մեջ, դա մեր տնտեսության վրա, մեր հայրենակիցների բարեկեցության վրա ինչ ազդեցություն կունենա։ Չեն հրապարակում, որովհետեւ կամ չունեն, կամ տեսնում են, որ դա որևէ լավ բանի չի բերի։ Փոխարենը ասում են, մարդիկ ավելի էժան լոլիկ կգնեն, էժան բանջարեղեն եւ էժան բենզին։ Հիմա անցնենք բենզինին եւ բանջարեղենին։ Երբ փոքր տնտեսությունը եւ մեծ տնտեսությունները մտնում են առևտրատնտեսական հարաբերությունների մեջ, ռիսկը փոքր տնտեսությունը պետք է պատրաստ լինի դիմակայել մեծ տնտեսության էքսպանսիային։ Դա համար պետք է տնային աշխատանք արվի, բայց դա չի արվում։ Ասում են կգա էժան լոլիկ, շատ լավ եկավ էժան լոլիկ։ Քաղաքաբնակները շատ կարճ ժամանակ ավելի էժան լոլիկ կգնեն։ Շատ լավ։ Ինչի հաշվին, որովհետև գյուղացիները, մեր հայ գյուղացիները, որը մեր բնակչության մեծամասնությունն է, չէ՞ մեր քաղաքային բնակչությունը ճիշտ է, Հայաստանը սարսափելի ուրբանիզացված քաղաք է,
բայց միևնույնն է, մեր գյուղական բնակչությունն ավելի մեծ է։ Երևան, Գյումրի, Վանաձոր, Կապան, Գորիս բոլորի բնակիչները միասին ավելի փոքր են, գոնե գրանցված բնակչությունը, քան գյուղական բնակիչները։ Այդ մարդիկ կզրկվեն իրենց ապրուստից։ Այդ մարդիկ ուղղակի դուրս կգան, չեն զբաղվի գյուղատնտեսությամբ, ով կգնի հողը, թուրք ֆերմերը կամ անմիջապես կամ միջնորդավորված, միշտ էլ կգտնվեն սրիկա միջնորդներ։ Եվ հետո կարծում եք դրանից հետո, երբ դաշտը մնա թուրքերին, իրանք էլի կշարունակեն 150 դրամով լոլիկ վաճառել, կերազենք այս 500-600 դրամի օրվանը։ Նույնը երկրորդ հարվածը կգա տեքստիլին, որովհետև Թուրքիան տեքստիլ գիգանտ է։ Եվ կարծում ենք Գլորիա ֆաբրիկա եւ մնացածը, որ sense գլուխ են գովում, լավ էժան վաճառում են, դուրս են գալիս եւ այլ։ Կարծում եք դա կմնա, իհարկե ոչ։ Դա նաեւ աշխատատեղերի կորստն է։ Այո, եւ գյուղատնտեսությունը, եւ տեքստիլը։ Իրենց եկամտաբերությունը միգուցե ցածր է, բայց սոցիալական ազդեցությունը ահռելի է։ Իզուր չէ, որ բարբերաբար եւ այլ երկրների կամ միավորումների միջև վերազգային բռնկվում են առևտրային պատերազմներ, դրանց առանցքում գյուղատնտեսությունը եւ տեքստիլն են։ Նու միգուցե Boeing Airbus-ը թողենք մի կողմ, բայց տեսեք Եվրամիության եւ Միացյալ Նահանգների միջև գյուղատնտեսական պատերազմներ, Չինաստանի եւ աշխարհի մնացածը գյուղատնտեսական բրինձի պատերազմներ, բանանի, դրանք ամենազգայուն թեմաներն են, որովհետեւ անմիջական սոցիալական հսկայական ազդեցություն ունեն, անմիջապես բարեկեցության վրա ազդելու են։ Ես քավլիցի չեմ ասում, չէ, սահմանները չեմ էլ ասում փակենք, որովհետեւ մենք չենք փակել, թուրքերն են փակել։ Եթե թուրքերը բացեն, մենք պետքա փակենք։ Ոչ, դու պետքա կարողանաս քո տնտեսությունը պատրաստել մեծ տնտեսության հետ հարաբերությունների հետ կրկնում եմ։ Դրա համար տնային աշխատանք պետք է արվի, չեն անում։ Պարոն Խաչատրյան, տեսականորեն քննարկել հեշտ է, բայց միգուցե գետնի վրա, հողի վրա ամեն ինչ այդքան միանշանակ չէ, շատ փորձագետներ ասում են, որ Ռուսաստանը հեռանում է մեր տարածաշրջանից, ոչ թե որովհետև ուզում է, այլ այլընտրանք չունի, եւ դրա միակ այլընտրանքը Թուրքիան է։ Որքանով է հիմնավորված այս տեսակետը։ Այսինքն մեզ բերում է Ռուսաստան թե Թուրքիա այլընտրանքի առաջ, Ռուսաստանը գնա, թուրքերը գան։ Փաստացի։ Եվ հայերը ցեղասպանության որ երկրում են ենթարկվել, այդ կհիշացնեք։ Դա էլ են կարծես թե կասկածի տակ դնում։ Փորձում են հասկանալ ինչու ենթարկվեցինք ցեղասպանության։ Դե գիտեք, բոլոր նրանք, ովքեր ցեղասպանության հետնորդներն են, լավ, ժառանգներն են, իրանք կարծում են այդ հարցի պատասխանը շատ լավ գիտեն։ Երկրորդը Թուրքիան երբեք քեզ չի ասել, որ քո նկատմամբ բարի քաղաքականություն է վարել, միշտ խոսել է պահանջների լեզվով։ Միշտ պարտադրել է քեզ ինչ որ մի բան։ Ինքը ասում է ոչ միայն ուրացեք ցեղասպանությունը, մի բան էլ ասում է հայերն են մեզ ցեղասպանել։ Չմոռանաք, երբ Թուրքիայում երկրաշարժ տեղի ունեցավ եւ թուրքերը Մարգարայի կամուրջը բացեցին եւ հայկական մի քանի բեռնատար անցավ, իրանք որ լուսանկարն էին դրել։ Հայերի կողմից իրականացած ցեղասպանության զոհերի հուշարձանը։ Իրանք չեն ասում ցեղասպանություն չի եղել։ Ոչ միայն դա են ասում, ներողություն եմ խնդրում։ Իրանք ոչ միայն ասում են ցեղասպանություն չի եղել, այլ ասում են հայերն են մեզ ցեղասպանել։ Երկրորդը Ռուսաստանի գնալը նախ ես չեմ կարծում թե դա իրական է։ Ռուսները տենց բան ասել են, չէ, դուք տենց բան տեսնում եք, թե չէ։ Այո, իրանք զբաղված են։ Հնչում են իհարկե, զգուշացնում են, թե ինչ կլինի, եթե շարունակեք նույն ձևով։ Լավ, իրանք ուրիշ բան են ասում են եւ ասում են, եթե դուք ԵԱՏՄ-ից դուրս գաք, սա կլինի։ Սա կլինի։ Եվ իրականությունը թվերը հենց դա են ցույց տալի։ Անցյալ տարի մեր արտաքին առևտրաշրջանառությունը միայն Ռուսաստանի հետ 12.6 միլիարդ էր։ Եվ այսօր մենք տեսնում ենք խնդիրները, որոնք առաջանում են, տնտեսական աճը դանդաղել է, որովհետև այս վերաներմուծում, վերաարտահանման ծավալները հեապես ընկել են։ Անկախ նրանից, որ մենք դեռ 22 թվականին էինք ասում, 23 թվականին, որ այս թուղթը, որը դուք սարքում եք, նկար է, իսկ Նիկոլ Փաշինյանն ասում էր ոչ, այդ մարդիկ, այդ կապիտալը, այդ հոսքը գալիս է Հայաստան, որովհետև Հայաստանը ժողովրդավարական երկիր է, կոռուպցիա չկա, դե հիմա նույն տարադրամով իրան վճարեն։ Ուրեմն եթե գնում են Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ,
որտեղ ծաղկում է կոռուպցիան։ Չէ, ինքը ինչ էր ասում եք, լսեք, Հայաստանի ԵԱՏՄ-ի անդամ է, ռուսները կարող են Հայաստան գալ ներքին անձնագրերով, լեզվական բարիեր համարյա չկա, եւ դա է պատճառը, որ գալիս են ասում են, չէ, Հայաստանը դեմոկրատական երկիր է։ Այնինչ պարզվեց, որ վերավաճառվող ոսկու հաշվին է նաև, այո։ 23 թվականին վերավաճառվող մեքենաներ, ջայն հեռախոսներն են եւ այլն։ Հիմա վերավաճառվող ոսկին էլ մենք ինչ էինք ասում, կոկորդ էինք պատրում, որ դա կեղծ է։ Մի քանի հոգի իրանց հետ սերտ աֆիլիացված մարդիկ եկամուտներ են ստանում ըստ օդում կախված տվյալների, որ իրանք չեն էլ հերքեն։ Բայց դա մեր ժողովրդի բարեկեցության վրա որևէ ազդեցություն չի թողել։ Դա է իրականություն այլևս տնտեսական աճի։ Ռուսաստանի Իսկ հիմա որ խոսում ենք, ես էլ եմ ասում, անկախ թող որևէ մեկի մոտ տպավորություն չլինի, որ ես ասում եմ, չէ, մենք պետքա ընդհանրապես մի երկրի հետ մեր տնտեսական հարաբերությունները զարգացնենք, ոչ, պետքա դիվերսիֆիկացնես։ Հենց թեկուզ այն պատճառով, որ մի երկրի տարադրամի փոխարժեքի փոփոխությունը քո տնտեսության վրա կարող է մեծ հարված հասցնի։ Ֆիզիկական ենթակառուցվածքների այդ խնդիրը, օրինակ Լարսի ճանապարհը, հենց փակվի դու խնդրեմ ես ունենում։ Դու պետքա կարողանաս դիվերսիֆիկացնես։ Բայց ժողովրդին խաբել, թե հեսա թուրքերը գալու են, պամիդորը կդառնա 100 դրամ, դեռ մի կիլո պամիդոր էլ որ առնես հետ 2 կիլո չանախ պանիր կնվիրեն։ Դա անամոթ կեղծիք է։ Թող թվերը ներկայացնեն։ Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների ճգնաժամի ֆոնին ինչ է սպասվում նաև տնտեսական միջակայքում, հա, հասարակ քաղաքացին ինչպես է այդ խնդիրները իր վրա զգալու, ինչպես է դա արտահայտվելու գազի գնի թանկացմամբ կամ դրա բացակայությամբ, հեռանկարում արդյոք լինելու այն հանգամանքը, որ ստիպված ենք լինելու Ադրբեջանից գազ գնել։ Կրկնում եմ, մեր տնտեսությունը Եվրասիական տնտեսական միության բաղկացուցիչ մաս է։ Եվ մենք հավանաբար ավելի շատ օգտվում ենք, ներ հավանաբարն է հանենք, քան թե տալիս ենք։ Նույն մաքսային վճարների տեսքով, էժան էներգակիրների տեսքով, ավելին ասեմ, օրինակ COVID-ը, երբ COVID-ը եղավ, չէ, երկրները վերադարձան իրենց, եթե մինչև COVID-ը ազգային պետության վախճան այդ կոնցեպցիաներ եւ գլոբալիզացիայի կոնցեպցիաներ 20 թվականից հետո աշխարհը շրջվեց։ Ազգային պետության վախճանը կոնցեպցիան ոչնչացավ, վախճանվեց եւ ազգային պետությունների կոնցեպցիան եւ ֆրակցիոնիզմը, ապա գլոբալիզացիան հիմա մենք դա տեսնում ենք։ Եվ շատ երկրներ օրինակ փակեցին իրենց սննդամթերքի արտահանումը։ Նույն Ռուսաստանը սննդամթերքի ցորենի արտահանումը սահմանափակեց բացառություն անելով ԵԱՏՄ եւ ԱՊՀ անդամ երկրների համար։ Հիմա եթե դու ԵԱՏՄ անդամ չլինես, դու կօգտվես այդ պրեֆերենցիաներից։ Իհարկե ոչ։ Արցախը կորցնելուց հետո էլ հացահատիկի պաշարների խնդիր ունենք։ Արցախը կորցնելուց հետո, այո, մենք ունենք հացահատիկի խնդիր, որովհետեւ Արցախը մեզ մինչեւ 20% մեր ներքին սպառման հացահատիկներ մատակարարում, հիմա գնում ենք երրորդ երկրներից, որը անկասկած շատ ավելի թանկ է, ճիշտ է Արմեն Գրիգորյանը այն հանճարեղ աղքը ասել էր հացահատիկի փոխարեն բրինձ կցանենք, բայց հասկացան, որ դա նույնիսկ արհեստական հարբած բանականությունը, լավ են, ծրագրային խափանում ունեցող արհեստական բանականությունը տենց բան չեր ասի։ Հիմա որոշել են աշտանացանցորենի, ուրեմն մշակումը խթանեն, ճիշտ են արել իհարկե, բայց միևնույնն է մեր կախվածությունը շատ մեծ է։ Այսինքն եւ էլի նայ դու մի տնտեսությունից ուրիշ մի տնտեսական համակարգից այլ տնտեսական համակարգ անցնելու համար պետք է տնտեսությունդ նախապատրաստես։ Եվ անցումային ԵԱՏՄ-ն, ԵՄ-ն, այդ շուկաներ են։ Հիմա մենք ԵՄ-ում ինչ ենք վաճառել։ Հատկապես որ դրա չհաջողված փորձերն ունենք, այո։ Զախողված օրինակներ կան, բայց ես էլ եմ ասում, դու ինչ ունես, որը ԵՄ կարող ես գնաս։ ԵՄ-ն քեզ այսօր տալիս է շատ մեծ արտոնություններ, որովհետեւ դու մտնես Եվրոպական միության շուկա։ Բայց քո տնտեսությունը բան չի արտադրում, հասկանում եք, մեր խնդրեմն ինչու՞մ է։ Տնտեսական կառուցվածքը էապես պետքա փոխվի, բայց այս իշխանությունները ոչի բան չեն անում։ Մենք կարդում ենք 26 թվականի, մենք, գոնե ես, 26 թվականի բյուջեի նախագիծը։ Գիտեք ինչի վրա են իրանք տնտեսական աճի, ինչով են պայմանավորում տնտեսական աճը։ Ինչի վրա են կառուցել այդ աճը։ Սոտքի եւ ամուլսարի վրա։
հանքարդյունաբերության վրա, որ խոսում էին, կոկորդ էին ճողում, արհեստական բանականություն, բարձր տեխնոլոգիաներ, կանաչ տնտեսություն, ոչ, վերադարձել են հանքարդյունաբերությանը, ասում են հայկական ապրանքների էնդեմիկ, ասկան Հայաստանից ծագած ապրանքների արտանումը 10%-ով աճել է, գիտեք ինչի հաշվին, վերամշակված սննդի և ծխախոտի, բա ինչ էին մարդկանց աչքերին թոզ փչում, կդառնանք բարձր տեխնոլոգիական, սեն, ամերիկացի կգան Հայաստանից, ուրեմն շաթլներ կառնեն, լավ հրթիռներ կառնեն, որ թռնեն տիեզերք։ Դե մի Արբանյակ թռնում է։ Հա, թող թռնի։ Տեսնենք այդ թռնելու արդյունքում ինչ ենք ստանում։ Երկրի Երևանում էլ օդապարիկներ են թռնում առավոտից։ Գեղեցիկ տեսարան է, թռնողները հաճույք են ստանում։ Այդ Արբանյակի օգուտը մի հատ դնեն սեղանին, հասկանանք։ Բայց շատ հաջող ձևով, անուղղակի ձևով փորձում են հանրությանը ներկայացնել, որ Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների ճգնաժամի ֆոնին, միգուցե տնտեսական որոշակի խնդիրների ֆոնին մենք կունենանք Դոնալդ Թրամփի կողմից թրիփ ճանապարհը, որը մեզ հսկայական օգուտներ կբերի։ Հիմա Դոնալդ Թրամփի կողմից թրիփ ճանապարհը։ Պատկերացրեք Սյունիքի մարզում կառուցվեց աշխարհի ամենալավ ճանապարհը, ամենալավագույն ճանապարհը, որ կարող եք պատկերացնել։ Ադրբեջանցիները այդ ճանապարհում ունենալու են անխոչնդոտ մուտքի իրավունք։ Դա Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Ալիևի հետ Թրամփի ներկայությամբ։ Թրամփը ստորագրել է որպես վկա, ոչ թե որպես երրորդ կողմ, ինչպես սրանք կամ երաշխավոր կողմ։ Ոչ։ Իրանք փորձում էին ցույց տալ, որ Թրամփը ստորագրել է որպես կողմ, չէ՞, գրել էին Հայաստանի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների, Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Միացյալ Նահանգների նախագահի համատեղ հռչակագիր, որ ցույց տալով, որ Թրամփն էլ ստորագրել է, ուրեմն ինքը երաշխավոր է։ Ոչ, դա Փաշինյանի եւ Ալիևի երկկողմ հռչակագիրն է, Թրամփի ներկայությամբ դա ինքն էլ նամարդություն չի արել, Նոբելյան մրցանակի սպասումով։ Դե ինչ սպասումով հիմա մեր դարդերը թողած ուրիշի Նոբելյան մրցանակի հարցին չանդրադառնանք։ Լավագույն ճանապարհը կա։ Ով է վերահսկելու։ Մենք օգտվելու ենք թե չէ, թե դա առանձնացված ճանապարհ է ադրբեջանցիների համար։ Ինքնիշխանության սահմանափակում լինելու է թե չէ։ Նիկոլ Փաշինյանն ասում է մեր ինքնիշխանության ներքո, բայց հետո ասում է մարդկանց հետ չեն շփվի ադրբեջանցիները, կշփվեն ռոբոտների հետ։ Հիմա հարց թիվ 1, ինչի է ճապոնացին, որը գալիս է Երևան զվարթնոցով, շփվում սահմանապահի հետ, իսկ հանկարծ ադրբեջանցին չպետք է շփվի։ Կամ գնացքի անցնում եւ այդ գնացքում, չգիտեմ, 1000 հոգի մարդ կա։ Այդ 1000 հոգին ռոբոտի հետ ոնց են շփվելու։ Ասես մի հատ դրոն է գալու, մտնելու է նկարի ֆիքսի գնա։ Հեքիաթ էլի։ Ուղղակի Ալիևը պանջել է, ասել է մենք պետք է հայերի հետ չշփվենք, Նիկոլ Փաշինյանը փորձում է համասում է բանա քյաբաբ նեփի շիշը չվառվի։ Խափում է ժողովրդին։ Ինչևէ, լավ ճանապարհ ունես, հայերը դրանով ուր են գնալու։ Ուր են գնալու դրանով։ Ուր են գնալու։ Որ ասում են մենք կկապվենք, Մեղրին կկապվի Արարատի մարզի հետ, լավ Սյունիքը Արարատի մարզի հետ։ Այնտեղ մի հատ փոքր հատված կա, Սադարակ երասխ։ Եթե ճանապարհը չկառուցվի, այդ trip ասածը 42 կիլոմետրը քեզ ոչ մի օգուտ չի տալու։ Չի կոտրելու, չի բացելու քո շրջափակումը։ Հայաստանը գնաց, ասկին գնաց, հասավ Նախիջևան, հետո այնտեղից մտնելու է Թուրքիա։ Նույնիսկ ասում են Ադրբեջանի միջոցով Ռուսաստան հասնելու մոտ։ Ադրբեջանի միջոցով Ռուսաստան հասնելու համար պետք է բացվի Իջևան-Ղազախ ճանապարհը, որովհետև դա է ամենակարճ ճանապարհը։ Իդեպ դա այն է, ինչ որ մենք մշտապես ասում ենք։ Բայց որը չի թվում Ադրբեջանը։ Եվ հայկական այո, բոլոր կապուղիների ապա շրջափակում։ Բոլոր կապուղիների։ Հիմա եթե երասխ Սադարակը չի գործում, գիտեք դա ինչ է նշանակում։ Իրանք ասում են մի հայ ձեռնարկատեր, հավ կամ հայ ձեռնարկատերերը պետք է իրանց ապրանքը դնեն բեռնատարների վրա, իջնեն հասնեն Մեղրի, Մեղրիում դնեն գնացք, գնան Նախիջևան, Նախիջևանից դուրս գան ուր, Ջուլֆա, Այնա եթե պիասեն մինչև Մեղրի Իրանը կողք տա էլ է։ Թուրքիա,
Թուրքիայի հետ ճանապարհ են ուզում, թող Գյումրի կարսը բաց։ Դա համար ենք ասում, Հայաստանը Ադրբեջանին տրամադրեց միջանցք, անունը ոնց ուզում եք կոչի, բայց դա միջանցք է, որի վրա քո ինքնիշխանությունը սահմանափակված է։ Փոխարենը ոչինչ չստացավ։ Փոխադարձ առավելություն։ Ինչ փոխադարձ առավելություն։ Ինչի սահմանված չի։ Հայաստանը հստակ սահմանում է Ադրբեջանից Նախիջևան, Հայաստանի տարածքով, անխոչնդոտ, մենք ինչ որ անորոշ փոխադարձ առավելություն։ Այդ թղթի վրա եթե չպետքա գրվեր, որ Հայաստանը ստանում է Նախիջևանի միջոցով, միջով ներողություն եմ խնդրում։ Անխոչնդոտ։ Անխոչնդոտ անցում մինչև Արարատի մարզ, նու կամ Արարատի մարզից Սյունիքի մարզ։ Ադրբեջանը թույլատրում է օգտագործել օրինակ նոր կառուցվող ճանապարհը, որ Ադրբեջանը կմիացնի Թուրքիայի հետ։ Դա որ խոսում են Իգդիր-Կարս, Արալիկ Դիլուջու ճանապարհը, կամ թույլ կտա օգտագործել Ջուլֆա-Ջուլֆան։ Եվ ընդհանրապես ինչի Ղազախի սահմանային անցման կետի հարցը կառավարությունը 3 տարի է քննացրել է։ Ինչի Ղազախի ճանապարհը չի բացում, որ մենք կարողանանք ավելի կարճ դուրս գալ թե Վրաստան, թե Ռուսաստան, եւ հետո նաեւ դեպի Կասպից ծով եւ Արևելք։ Հայաստանը ոչինչ չի ստացել։ Իդեպս վարչապետին հարցում է ուղարկել, առավոտյան պատասխանը ստացել եմ արտգործնախարարությունից, թուղթը կա, տառերը կան, հարցերից պատասխանը չկա։ Օրինակ ասել է Նիկոլ Փաշինյանը հունվարի 8-ին այս տարվա ի պատասխան Ալիևի հունվարի 7-ի հոխորտանքներին ասել է մենք Ադրբեջանին կոնկրետ առաջարկություն ենք ներկայացրել, հունվարի 8-ի մասին է խոսքը։ Ասել եմ այդ առաջարկությունը մի հատ փաստաթուղթը ներկայացրեք, Ադրբեջանի պատասխանը ներկայացրեք։ Ասում է Նիկոլ Փաշինյանը դրա մասին խոսել է սեպտեմբերի 25-ին Երևանյան երկխոսություն ծրագրի շրջանակներում, կամ սեպտեմբերի 25 կամ չգիտեմ օգոստոսի 25 չեմ հիշում։ Փնտրեք համացանցում եւ կգտնեք։ Ահա, ճիշտ ես ասում։ Այո, YouTube են ուղարկի։ Ես ասում եմ փաստաթուղթը ներկայացրա, ասում եմ YouTube-ում իր ելույթը կա։ Լավ էլի։ Պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Սիրով։ Հիշեցնեմ այսօրվա մեր հյուրն էր Հայաստան խմբակցության պատգամավոր դաշնակցական Արթուր Խաչատրյանը։ Մեր հաջորդ հաղորդումը վաղն է։ Հաջողություն։